Թե բարելույս ասեմ նոր բարելույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ որ բոլորդ լավ եք, ես էլ եմ լավ, այսօր էլ շատ լավ եղանակ ա, դուրսը արև, մեր սրտերում էլ մաքրություն լինի, մեր տներում էլ մաքրություն լինի, ոնց ասեմ, օրհնյալ օր լինի բոլորիս համար սիրելիներս, դե միասին սուրճ խմենք, հետո կխոսենք։ Հիմա ես սուրճ եմ դնում սիրելի հետևորդներ ջան, երկու տեսակ սուրճ ունեմ, այս մեկը մի քիչ մուգ ա, էսի բաց ա, այս մի քիչ վառածի համ ա տալիս, իսկ այս մեկը չէ, հիմա երկուսի խառնուրդ եմ անելու։ Ուրեմն կես բաժակ սրա, կես կթալ այս մեկից ավելացրի, կես կթալ էլ այս մեկից ավելացրի, որ դառնա մեկ կթալ։ Սրանք էլ տեղավորեմ իրանց տեղը։ Բաղուցա, ես իմ սիրուն բաժակով սուրճ չեմ խմել։ Հարմարա չէ։ Շաքարավազ չավելացրի, որովհետև կարամել ունեմ տունը, կարամելով կխմենք։ Ես սպասենք երբի սիրելի հետևորդներ ջան, դե հա, մինչև երբելը կարող եմ զրուցել, ես արդեն բան չմնաց երբում։ Այսօր ուրեմն այսքանի օր ա, ճիշտն ասած, սիրելի հետևորդներ, ձեզ հետ չեմ կիսվել, հատ աշխատանք եմ ճարել, ընդեղից որ դուս եմ եկել, ուրեմն 2 օր եմ գնացել, 5 ժամ աշխատել, ժամը 1000 դրամ է, բայց հիմա ասի մի քիչ սենց հանա, որ իրար տեսնենք։ Հետևորդներ ջան, ես դուրնը փակեմ։ Ոյ։ Սիրելի հետևորդներ ջան, խոսքս կիսատ մնաց, այնտեղից որ դուս եկա, ստեղ ինձ մեր թաղամասում ավելի մոտ չեմ հոգնում, ժամը 10-ին գնում եմ, 3-ին գալիս եմ, 2 օր եմ աշխատել, շատ հանգիստ ա, էփում թափում եմ, ոտքի վրա է հիվանդը, ոտքի վրա է մաքուր ամեն ինչ։ Այս 2 օրը աշխատանքի չեմ գնում, եթե մեր մասիվից ինձ, իմ հետևորդներից մեր մասիվից կան, 7-րդ մասիվից, ասենք պամպերսը փոխել, պրոստին ես փոխում, շատ մարդ ձևը չի իմանում, դա եկի ոնց են անում, էլի։ Եթե տենց աշխատանք, տենց ինչ-որ իմանակ, որ մեկը մանագալի աշխատողա փնտրում, ես խնդրում եմ ինձ հեռախոսահամարը գրեք, կոմենտարիայի մեջ ես կապնվեմ, եթե հլա չեմ խոսացել, եթե ես 2 օր պտի գնամ 2 օր տուն ու այդ 2 օրը ես կարամ ուրիշտեղ աշխատակ ճարեմ, սիրելի հետևորդներ ջան, այդ էլ այդպես։ Մեր սուրճը կխմենք սիրելիներս, վաղուց կարոտել էի իմ ես սիրուն բաժակին, կարամելս էլ կպելա բաժակից։ Ես մոռացա ձեզ ասել եմ, սուրճ տրեք միասին խմենք, երևի չեմ ասել, ինձ կներեք դրա համար, որ չեմ ասել։ Դե առավոտյան ա, շատ էլ ուշ չի, ժամը 9 առավոտյան, կարող եք հլավոր հասցնել, սիրելի հետևորդներ ջան,
Իսկ սուրճը խմելուց հետո ինչ ենք անելու, ինչ ենք պատրաստելու, որոշել եմ պատրաստեմ այսօր բուլկի թխենք, բուլկի էլի եմ թխել, շատ լավ ստացվել, թույլ խմորով, այս մեկը տեսնենք թույլ կանեմ, թե մի քիչ են թույլից պին, տենանք լավ ոնց է ստացվել։ Սիրելի հետևորդներ ջան, սուրճ ճիշտ ասած շատ ատակ չեմ կարող խմել։ Սիրելի հետևորդներ, պատրաստում ենք մեր շատ համեղ բուլկու խմորը։ Առաջ անգամ չեմ պատրաստում, էլի եմ պատրաստել, սիրելիներից վերցել եմ 1 բաժակ գորգատ։ Ավելացնում ենք թեյի գթալ չի, թեյի գթալից մի քիչ փոքր դրոշ, վանիլինը հետո կավելացնում, կավելացնում ենք մի քիչ ուսայու, մոտավորապես շաքարավազ, ակի ժամանակը չեմ պատրաստել, ոչ որ մոռացած լինեմ։ Մեկ գթալը, ասենք իրան ուղղելու համար, բայց որ բուլկի է, ասենք մի քիչ քաղցրություն ունենա, 3 գթալ ավելացրեց։ Թողնենք հասունանա, երես փակենք, մի քիչ մեր դրոշը հասունանա։ Սիրելի հետևորդներ ջան, դրոշը բան արել, հասունացել է, աղը մոռացել եմ, մի քիչ էլ ավելացնենք։ Ավելացնենք, ուզում եք կարակ ավելացնենք, ուզում եք են լավ մարգարիններից ավելացրեք, ես զալատոյ եմ օգտագործում, շատ լավ մարգարին է խմորեղենների համար։ Մի պտղունց էլ ավելացնեմ, ոնց որ քիչ էր աղ։ Հիմա խմոր ալինը ավելացնենք, լավ գտալ։ Սիրելի հետևորդներ, ես ջուր չխառնեցի, կաթով պատրաստեցի, դե բուլկին կաթով ավելի է լավ, ջուր պետք չի ստվում, կարող եք եւ ջրով էլ պատրաստել, թաթին տանեմ։ Սիրելի հետևորդներ, կամաց ալյուրն ավելացնում ենք, իհարկե ալյուրը մաղած պատրաստ է, թույլ խմոր ենք պատրաստելու։ Սիրելի հետևորդներ ջան, մեր խմորը պատրաստ է, փափուկ խմոր պատրաստեցինք, սիրելի հետևորդներ։
Մի հատ ձեռներիցս չի կմնում։ Երեսը փակեք միջև հասունանա։ Գիտեք, չէ, բանը բուրկու խմորը մի 2-3 անգամ պետք է հասունանա, բացեք, փակենք, իրար վրա բերենք, նոր թխենք։ Եթե ուզում եք շուտ լինի, գազօջախը ջեռոցը վառում եք թույլի վրա 50 աստիճանի տակ, ինքը շուտ բարձրանում է, եթե չէ, մի հատ տաք շորովածյալով մի բանով, եթե եղել է գցուրտա, մի քիչ փաթաթենք, որ շուտ հասունանա։ Դե կհանդիպենք հասունանալուց հետո սելի հետևորդներ։ Սելի հետևորդներ ջան, մեր խմորը արդեն պատրաստ է։ Եթե շատ թույլ է լինում, ձեռքերները ձեթոթում կամ ջրոտում եք, գնդերը պատրաստում։ Եթե մի քիչ պինդ է ստացվել, օրինակ այս անգամ մի քիչ պինդ է ստացվել։ Գնդերի ենք բաժանում։ Մեր տապակի չափով գնդերը պատրաստում ենք, որ ոչ շատ մեծ լինի, ոչ էլ փոքր լինի։ Հիմա ու գնդեր ենք սարքում, դասավորում տապակի մեջ ու թողնում ենք հասունանա, նոր ձու ենք քսելու ու գնանք եփվի։ Սենց հերթով դասավորում ենք։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 պետք է 9 հատ անենք, 9 հատ, որ դասավոր չափսերը նորմալ լինի։ Սելի հետևորդներ, դասավորը վերջացնեմ, նորից կհանդիպենք։ Սելի հետևորդներ ջան, հիմա կթողնենք կհասունանա, կդնենք թխելու։ Սելի հետևորդներ ջան, արդեն ժամանակն է, մեր բոլկիները ուռել են, ձու ենք քսում ու դնենք թխելու։ Սենց լավ 4 կողմով ձու ենք քսում, սելի հետևորդներ ջան։ Այս անգամվա բոլկիներս խմորը պինդ եղավ, այն անգամ թույլ էր, հլա տեսնենք տարբերությունը ոնց է։ Հիմա ուղարկում ենք թխելը սելի հետևորդներ, տեսեք, որ ինչքան է խոշորացել, մեծացել, ես չէի պատկերացնում, որ սենց կլներ։ Չէ, հույս չունեի, որ սենց լավ կուռեր մեր բոլկիները։ Սելի հետևորդներ, արդեն քաղցրաջուր ենք քսելու բոլկիների վրա, որ փայլուն լինի։
Քաղցր ջուրը շաքարավազով եփված է։ Մի քիչ աչքաչափով ջուր, 2 ճաշի կթալ շաքարավազ, ստացվում է։ Մեղրաջուր է ստացվում։ Որ փայլուն լինի։ Ես մեկ ռեցեպտս պորցիվան տարբերակ ուրիշ է։ Այս ամի հատ կդնենք ջեռուցը ու կհանենք, որ դպրին սիրունության համար սրանից ենք ցանում։ Հիմա կդնեմ ջեռուցը ու կհանեմ։ Սիրելի հետևորդներ, սա էլ մեր պուլկինները շատ լավ են ստացվել, շատ լավ է ստացել, փափուկ, ուղղակի տաք է, մի քիչ տակը շատ է կարմրել, դա էլ մեր ջեռուցից է։ Սիրելի հետևորդներ ջան, շատ համով է ստացվել։ Անմահակ է։ Մի քիչ պինդ խմորով էլ լավ լինում, բայց մի քիչ փափուկ խմորով, որ հնարավոր չի։ Ասենք ձեռքով բռնես, ձեռքերը թացացնես կամ բան անես, ձեթով տես ձեռքերը, դու կտրես, վարկես փափուկ։ Մի քիչ տարբեր, այն ռեցեպտը ինձ ավելի դուր եկավ։ Չնա տեսել լավ, ոչինչ։ Ընտիրություն։ Լսելի հետևորդներ ջան, ես վերջացրեցինք մեր հոլովակը, ստեսություն ձեզ, չմոռանաք զանգակ կոճակը, բաժանորդագրվել, լայքել սիրելիներս, ես ես շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակի, ստեսություն ձեզ։